Գավառ քաղաքի Արցվաքար թաղամասում Արցախյան պատերազմներում զոհվածների հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունն է։ Այսօր հավաքվել ենք այստեղ եւս մեկ անգամ մեր խոնարհումն ու հարգանքը մատուցելու հայրենիքի պաշտպանության գործում բոլոր ժամանակներում իրենց կյանքը զոհաբերած արցվաքարցի հայրենիներին։ Մասնակցում են Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, զոհվածների ծնողներ ու հարազատներ, արցվաքարցիներ ու հյուրեր։ Հուշակոթողը բացում են Գուրգեն Մարտիրոսյանը եւ 44-օրյա Արցախյան պատերազմում զոհված Անդրանիկ Գրիգորյանի հայրը Կարեն Գրիգորյանը։ Ծաղիկներ են խոնարհվում անմեղ զոհերի հիշատակին եւ ծաղիկների հետ յուրաքանչյուրի սրտից մի կտոր թախիծ է պոկվում, աչքերից արցունք թափվում եւ անուն առ անուն տղաների անունն է հնչում։ Անդրանիկ Կարենի Գրիգորյան, Արմեն Գեղամի Աղեկյան, Արամ Խաժակի Պողոսյան, Արման Ալիկի Ղանդիլյան, Գեորգի Գագիկի Մնացականյան, Հովանես Վանիկի Ասոյան, Շիրակ Աշոտի Մանուկյան, Գարիկ Ռաֆիկի Հովսեփյան, Տիգրան Ռաֆիկի Յազերյան, Հրաչիկ Սերյոժայի Մխիթարյան, Գագիկ Վահրամի Գալստյան, Արսեն Արտեմի Պետրոսյան, Արտակ Հրանտի Ավետիսյան, Սերոբ Խորենի Աղեկյան։ Գեղարքունյաց թեմի հոգևորականները Հայրավանքի վանահայր հոգեշնոր Տեր Բաբկեն Վարդապետ Սալբյանը եւ Գավառի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Նշան Քահանա Սարգսյանը օրհնության կարգ են կատարում, աղոթք բարձրացնելով զոհվածների հոգու հանգստության, նրանց վառ հիշատակի եւ երկրի խաղաղության համար։ Այսօր մեզ համար մեծ պատիվ է աղոթք բարձրացնել մեր ազգի եւ մեր ազգի զոհված երիտասարդների համար։ Արցվաքար գյուղը չէր կարող անմասն մնալ այս ամենից եւ իր 14 զավակներով եկավ միացավ այն անպարտ գունդին, որոնք անմահացան պաշտպանելով հայոց պետականությունը, հայոց սահմանները եւ մեր ազգը։ Շնորհակալանքի զոհվածներին հավերժ հիշելու եւ նրանց հիշատակը արժանապատվորեն կրելու ելույթներ են հնչում պաշտոնյաների, զոհվածների ծնողների եւ բնակիչների կողմից։ Գավառ համայնքը եւ մեր ողջ ժողովուրդը պարտավոր է շարունակել արժևորել մեր զոհված հերոսների գործը, ամրացնելով մեր երկիրը, պահելով մեր սահմանները եւ ամենօրյա աշխատանքով կառուցել ուժեղ Հայաստան։ Խոնարհվում են բոլոր մեր զոհվածների շիրիմի առաջ։ Շնորհակալությունս այնքան չափսոման չկա, որ ես էդի ասեմ անչափ շնորհակալ եմ Մարտիրոսյան քեզ։ Կեց է Հայաստանը, կեց են հայ ազատագրական մարտիկները, որոնք երեսաբար հնքան մարտերում, փառք նրանց ու կրկին նորից փառք, նրանց անունը միշտ վառ կմնա մեր ու մեր սերունդների սրտերում։ Հուշակոթողի բացման արարողությունն ուղեկցվում է ոգեկոչման միջոցառմամբ։ Այն ներկայացնում են Գավառ համայնքի մշակութային հաստատությունների երիտասարդ ուսուցիչները, Արցվաքարի դպրոցականները։ Արարողությունը վարում է Գավառի դրամատիկական թատրոնի դերասանուհի Անուշիկ Զանգիզորյանը։ Նրանք իրենց ելույթներում եւս մեկ անգամ վերահաստատում են, որ զոհված տղաների սխրանքն անգնահատելի է, հիշատակը հավերժ։ Հուշակոթողի կառուցման նախաձեռնությունը Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանինն է, ճարտարապետը Ռաֆիկ Էրգնյանն է։ Հուշակոթողը կառուցվել է Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեի միջոցներով։ Հուշարձանի գլխավոր ուղերձը պայքարն է, այն արտահայտված է սրի տեսքով։ Սրի երկու կողմում հայոց բերդաքաղաքի պատիմի հատվածն է եւ հայոց հավատքի խորհրդանիշ խաչքարը։ Դրանք կանգուն են զոհված տղաների կյանքի գնով եւ կրում են տղաների անունները։ Ալբարտ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, Գավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։